1742 թվականին Սայադ Նովան սկսում է ստեղծագործել նախ թուրքերեն և վրացերեն, ընդունելով Սայադ Նովա որսկանիթոռ աշխուղական պատվանունը։ Նույն այդ թվականին էլ նա սիահարվում է Հերակլ արքայի քույր Աննա Բատոնիվշիլիին։ Ոգեշնչված Աննայի սիրուց նրան երգեր, տողեր էր ծոնում Սայադ Նովան, նրա սիատենչ հոգին ձգտում էր Աննային, վառվում նրա աչքերի փայլից։ 1759 թվականին բանաստեղծը երկրորդ և վերջին անգամ վտարվում է Արքունի պալատից։ Սայադ Նովան դառնում է հոգևորական, իր կյանքը նվիրելով եկեղեցուն և հոգևոր կյանքին։ Աշխուղը ամուսնանում է Լորենցի մարմարի հետ, սրտում միշտ վառ պահելով Աննայի սերը։ Նրանք ունենում են 4 զավակ և ամուր ընտանիք։ «1759 թվականին պարսից շահ աղա Մահմադի զորքերը գրավում են Թիֆլիսը և շատերի հետ զոհվում է նաև Ստեփանոս Սայադ Նովան։